Büyük bir milletin Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության որոշումը։ Մինչև այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի նախարարների կաբինետի որոշումը որակել էր քաղաքական եւ կապել այն Գազայում տիրող իրավիճակի հետ։ Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է հանցավոր խմբավորում, իսկ հայոց ցեղասպանության փաստը զրպարտություն։ Էրդողանը հայտարարել է, թե իբր իր երկրի պատմության մեջ ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ եւ գաղութատիրություն չկան։ ellerinde çoğu çocuk Մենք ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին հնչող զրպարտությանը մի հանցավոր խմբավորման կողմից, որի ձեռքերը աղտոտված են Գազայի 73,000 անմեղ բնակիչների արյամբ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Մեր հազարամյա փառահեղ պատմության մեջ կա միայն արդարադատություն եւ ողորմածություն։ Կա օգնության ձեռք մեկնված բոլոր ճնշվածներին, անկախ նրանց կրոնից, ծագումից կամ ինքնությունից։ Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման թեմայում անկեղծության բաղադրիչը հասցված է մինիմումի։ Ըստ թուրքագետների այն ոչ թե մարդասիրական եւ արժեհամակարգային մոտեցում է, այլ սառը քաղաքական պրագմատիկ հաշվարկ, հենված այսօրվա թուրք-իսրայելական հարաբերությունների բնույթի վրա։ Իսրայելը հայոց ցեղասպանության խնդրին ուշադրություն է դարձնում եւ համաշխարհային մեդիայում աղմուկ է բարձրանում այն ժամանակ, երբ լարվում են Թուրքիայի հետ հարաբերությունները։ Իսրայելի խորհրդանում արձակուրդի ժամանակն է եւ հարց է, արդյոք Քնեսեթը կհասցնի քննարկել հարցը մինչեւ ամառային հանգստի գնալը։ Երկրորդ խնդիրը Իսրայելում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սպասվող խորհրդարանական ընտրություններն են եւ այն, թե ինչպես հայոց ցեղասպանության հարցը կարող է անդրադառնալ քաղաքական այս կամ այն ուժի վարկանիշի վրա։ Թուրքիայի հիմնական խոցելի տեղերը դա հայոց ցեղասպանությունն է եւ քրդական հարցը։ Այս պայեդրությամբ ինքը հայոց ցեղասպանության հարցը առաջ քաշեց։ Ընդունեց արտգործնախարարը ասաց, կառավարությունը ընդունեց, եթե ուզեն այնտեղ Քնեսետում կանցկացնեն, որովհետեւ կառավարությունը պարլամենտում ունի մեծամասնություն բնականաբար, եթե ուզի կանցկացնի։ Իսրայելը կընդունի, չի ընդունի, կճանաչի, չի ճանաչի հայոց ցեղասպանությունը, ըստ թուրքագետների Հայաստանը չկա այդ խաղի մեջ։ Այդ իրավիճակում ըստ վերլուծաբանների հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող նաև ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Սա է նաև պատճառներից մեկը, որ այսօրվա իշխանությունները պասիվ են ու չեզոք։ Ըստ վերլուծաբանների ճիշտ կլինի, որ Հայաստանի մոտեցումները լինեն հնարավորինս զուսպ, մանավանդ որ չկա դեռ իսրայելական խորհրդանի կողմից վավերացում։ Մենք դա համարում ենք հայոց ցեղասպանության հարցի զենքավորում եւ զենքայնացում եւ արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ։ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը ինչու չի ուզում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել։ Հայաստանի կառավարությունը կաշկանդվածություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների առումով։ Լրագրողները հարց են ուղղել Հայաստանի փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Արդեն հնչել է եւ ես նորից կրկնեցի նոր, թե ինչի մենք չենք ուզում արձագանքել, ինչի չենք տեսնում արձագանքելու կարիք։ Ես վարչապետի հայտարարությունները չեմ մեկնաբանում եւ միանշանակ կիսում եմ կարծիքը վարչապետի, այսինքն դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է։ Այս ուժը ունի քաղաքական մի արտաքին քաղաքականություն, հարևանների հետ ոչ մի խնդիր չպետք է լինի եւ ոչ մի ազգային հարց չպետք է խոչընդոտի հայ-թուրքական հարաբերություններին։ Դրա համար ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, բոլոր հարցերը դրանք Հայաստանի ներսում անգամ Արցախի ասկամային կերպով վարձացվող բոլոր հարցերը պետք է չզոկացվեն։ Բնականաբար նրանք չէին ողջունելու։ Ընդհակառակը նրանք անթակուց դատապարտեցին։ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ ըստ նրա կարծում է, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից։ Ըստ քաղաքագետների հայոց ցեղասպանությունը իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ այլևս։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։